Էս էլ մեր բամբասելու հավաքածուն։ Ապրես։ Դե պատմի տեսնեմ ոնց անցավ երեկվա ծնունդը։ Դե նորմալ, ոնց որ միշտ։ Հարութի մեծ եղբոր ծնունդներ, թե փոքրի։ Մեծի։ Խմել ես։ Չէ տենց, Հարութն ա խմել, ճիշտն ասած մի քիչ շատ ա խմել, վերջում տաքսիով տուն եմ ճանապարհել։ Դու չես խմում, հա։ Նենց ա սիրում եմ, ուղղակի ամենտեղ չեմ կարա խմեմ։ Դե մի քիչ աղջկան սազական չի։ Ես եմ։ Բայց գիտես չէ, շատ cute ֆոտոներ եմ արել։ Ցույց տուր։ Նայ, սրանք Հարութի քրոջ երեխեքն են, իրանց հետ եմ նկարվել, սրանք Հարութի հետի նկարներն են, էս էլ Հարութի քուրիկներն են։ Վայ, ես աղջկա դեմքը ինչ ծանոթ է։ Հիշեցի ան, կիսաբաց լուսամուտների բոցերի մեջ եմ տեսել։ Դե հա, ուղղակի իրանք Երևանից չեն, մենք էլ իրանց հետ այդքան էլ մոտիկ չենք։ Ամուսնացել էր ու ամուսնու հետ իրար չէին հասկացել, տենց որոշել են կիսաբաց լուսամուտներ գնել։ Ինչ եղավ։ Կներես, ուղղակի այդ մեմը հիշեցի ոնց էր այդ կինը ասում։ Ես անգրագետ հիմար չեմ։ Իսկ այս ֆոտոն լավն է։ Ասենք շատ ծիտն ես։ Ինչի ինստա չես գցում։ Դե ես հենց կարճ շորիկով մենակ Հարութի հետ եմ լինում։ Ինքը հաստատ օքեյ չի լինի, որ ես Instagram գցեմ։ Բայց դե սրա ինչն է կարճ ան։ Ես շորիկ ունեմ, որ նայ այստեղից է։ Չէ, տենց շորիկ Հարութը հաստատ չի թողնի հագնեմ անգամ քնելուց։ Կասի երազիտ ընկերներս կգան, կտեսնեն ու կզանգեն, կասեն, «Էս Հարութը քյորցել է, որ նշանածս են շորը հագել»։ Այս վերջերս Անիի հետ շատ եմ մոտիկացել։ Նենց է ինքը շատ լավ աղջիկ է։ Ուղղակի իրան մի քիչ ժամանակակից աղջկա նման չի պահում։ Ոնց որ մութ ու ցուրտ տարիներում մնացած լինի։ Բայց ես այդ տենց չեմ թողնի։ Անի, ինձ թվում է դու մի քիչ շատ ես մտածում, թե ինչ կասի Հարութը։ Վերջի վերջո էս քո կյանքն է, ու մենակ դու ես որոշում ինչ հագնես, ինչ տեղադրես քո սոցկայքերում։ Արի դու ինձ լսի, այդ ֆոտոն դուրդ գալիս է, չէ՞։ Դե հա։ Դե գցի քո էջ։ Բա Հարութը։ Անի, քո կյանքն է։ Լավ, երևի ճիշտ ես։ Տեղադրեցի։ Թույն։ Հեսա մտնեմ, լայք եմ ու կոմենտ գրեմ, թե ինչ ծիտն ես։ Ես տենց էլ գիտեի։ Անես ինչ նկարես գցե Instagram։ Հրա, ես դու ինձ խայտարակ ես ուզում անես։ Սաղ ընկերներս այդ նկարը ուղարկել են տակը գրում են ասում են ընկեր կորցել ես, այս նշանածը դες ինչ է հակել։ Հարութ, բայց դու քո ընկերները ինչ կապ ունեք Անիի անձնական կյանքի հետ։ Ինքը ինչ կուզի կանի։ Այ հորս սարը։ Ես է օղեղդ գեր է։ Մտ Instagram հեռախոսը դուստ է։ Չտաս Անի։ Ջնջեց այդ նկարը։ Անցած տարվա ռիլն էլ ջնջեցի Եգիպտոսի։ Հարութ, բայց այդտեղ կարճ բան չէի հագել։ Կապ չունի, ինչ-որ նիպանյատնի 6 հոգի այդ ռիլը իրար են ուղարկել։ Դա, ես իչա պայստ։ Իսկ դու, այդ կախարդանքներդ կետաս ուրիշի վրա կանես, անի այդ գործ չունես։ Կներես ես հեսա կգամ։
չես հանդիպում։ Ամենը շենքը։ Շո հավաքվեք, սիրուն, գնաց, ուրախ։ Ոնց եք իմ կոլեկտիվ։ Լավ, շեֆ ջան, դու ոնց ես։ Եթե կոլեկտիվս լավ է, ես էլ եմ լավ։ Նայեք ձեզ ինչ եմ բերել։ Էդ ինչ է Համլետ։ Կեքսերա, ամբողջ գիշեր չեմ քնել, ձեր համար սարքել եմ։ Արեք ջան, խոսացիր կլենտների հետապեր։ Հա։ Ապրես, ես կեքսիկը քեզ։ Երես, առաքիչների հետ խոսացիր։ Ապրես, ես կեքսիկը քեզ ապեր։ Այ, Դարինե, պայմանագիրը կնքել ես։ Չեմ հասցրել ճիշտ ասած։ Դե լավ, մեծ կնիկ ես։ Ես կեքսը քեզ։ Սիրուն աղջիկ, ոնց ես։ Շատ լավ, մերսի։ Ես կեքսիկը քեզ։ Ինչ կա։ Խոսացիր կլենտի հետ։ Հա, Ապրես։ մի րոպե։ Բա ինձ կեքսիկ չկա։ Երևան ջան, մի հատ է մնացել։ Կարամ հետդ կիսվեմ։ Դե վсё, ես քո հետ կիսեցի, հիմա քո հերթն է։ Ինչ ա, մի այդ գետնանուշը։ Պանրի։ Ես շատ ալամ։ Դե ինչ, բոլորից լավ աշխատանքային ու։ Համլետը այս քանի օրը ինչ որ նոր էներգետիկ է սկսել խմել ու հավուր ակտիվ է դարձել։ Ինքը սկսել է շատ գործանել ու դրա պատճառով մեր գործն էլ է շատացել։ Ժողովուրդ, ես էլ սեն չեմ կարա։ Շատ գործակուտակվել։ 4 գծով ինձ զանգում են, որ պայմանագիր կնքե։ Ես էլ առաքիչների հետ չեմ հասցնում։ Առանց այն էլ գոռում են վրես։ Հիմա արդեն քֆուրել են տալիս։ Ես էլ այս 3 օրվա մեջ 17 հատ ռիլ եմ գցել։ Արդեն կեսը տանն եմ մոնտաժում, սենց չի լինի։ Լավ, մի հատ հանգստացեք, հա։ Հազիվ նորմալ գրաֆիկով ռեժիմով աշխատում ենք։ Միշտ ուզեցել եմ էլեկտրոգիտար նվագել սովորեմ ու ճապոներեն իմանամ, բայց երբեք ժամանակ չեմ տրամադրել։ Իսկ հիմա հասկացել եմ, որ ամենալավ ժամանակը այդ ներկան է։ Ինգեր դու քանի շիշ պիվա կարաս իրար հետևից խմես։ Ես դեն շատ չեմ խմում, մաքսիմում մի 5 շիշ։ 5 շիշն էլ վատ չէ, էլի։ Լիտրանոց, չէ։ Չէ, ինչ լիտրանոց, 0.33 են։ 0.33-ը փոքր երեխու չափաբաժին է։ Այդ որ շարես իրար կող միլիտրը չի դառնա։ Դու ոնց որ լավ խմում ես, հա, Հարութ։ Լավ խմում էի 8-րդ դասարանում։ Հիմա տես թեթև էլի։ Ստացի, երեք աղբորս ծնունդն էր։ Տիշ խմել էի խմե, այ աղբեր, տիշ խմել էի խմե։ Վերջում անին տաքսով տուն ճամփեց։ Բա հետո։ Դե հետո տաքսու մեջ հետ տվի հոյաղացա։ Հոյաղացը նայեմ ժամը 2-ն է։ Ասի ժամը 2-ին գնում եմ տուն ինչ անեմ հոյաղ։ Զանգի ինգերոջս եկավ միջև լույս գարաժը խմեցինք էլի։ Շատ թեթև ես խմում, Հարութ ջան։
Այս Հարութի պատմությունները ինչ քառակուսի են։ Կամ խմած է, կամ կռիվանում, կամ է խմած է կռիվանում։ Գլուխս գնացել է արդեն։ Կյանքս։ Ես ինչ ա եղել եկել այստեղ։ Հարութ, ուրեմն Չեմ հասկանում ինչ ես ասում։ Ուրեմն ինձ լսի Հարութ տղա։ Սրանից հետո դու իմ հեռախոսը չվերցնես ու ոչ մի բան չջնջես։ Ես ազատ մարդ եմ ու ինչ ուզեմ կանեմ։ Դու իրավունք չունես ինձ սահմանափակես ու ասես ես ուր գնամ ոնց հագնեմ իմ Instagram-ը ինչ գցեմ։ Կյանքս էսելի սուպեր ժենշինա կինոն ես նայ տակն ես մնացել։ Էս Ամերիկան չէ, էս Հայաստանն է։ Մի ժամ հետո կանցնի։ Ես ոչ մի կինո էլ չեմ նայել։ Հասկացա։ Ես ձեր նոր եկած կախարդն է ականջներիդ կաթացրել։ Չէ, ես ինքս եմ եկել այս որոշման։ Անի է։ Անենցա որ տեն շատ չեմ ներվային անում։ Սենց բաներ շուշուտ է լինում, գալի խոսում գնում, ոչ մի բանը չի անում։ Հայդե, ես իմ Instagram-ի պրոֆիլը բաց եմ սարքել։ Ոնց։ Փակի այդ պրոֆիլը։ Չեմ փակելու։ Անի ասում եմ փակի ընկերներս ինչ կասեն իմ մասին։ Ես ոնց որ քեզ էլ չի լսում, հա։ Իդեր ջան, ես ես հարցը տեղը կգցեմ։ Տենանք, հրավոր ոնց որ քեզ են տեղը գցել։ Այ ախպեր դու ուրիշ գործ ունես անելու։ Գնա ящикները իջ սրա ներքև։ Լավ, պայստապետ ջան։ Շումի շամագանի, շամի շուգի։ Ay, հիմա խերքս մի քիչ գլուխս եկավ։ Ունի ագասամակոմի։ Արեք ջան։ Համլետ ամեն ինչ լավ է։ Շատ լավ ամեն ինչ։ Ուզում ես կամոտ լավ լինի։ Կարաս էներգետիկից խմեց լավ կլինի։ Հենց դրա մասին էլ ուզում եի խոսալ։ Ինձ թվում է այս էներգետիկները քո վրա լավ չեն ազդում։ Իմ վրա լավ չեն ազդում։ Չէ, էներգետիկը լավն է, օգտակար է։ Համլետ, այս քո գիպերակտիվությունը բոլորիս վրա ազդում է։ Նարինի վրա այնքան գործ ես թողել, որ արդեն մի շաբաթ ավտոբուսին չի հասցնում։ Ու ստիպված տաքսիով է գնում տուն գիշերները։ Իսկ դու գիտես իր համար այդ ինչ խնդիր է։ Ոչինչ, ես այդ խնդիրը կլուծեմ։ Այս էներգետիկից կտամ Նարինեին, կխմի ու սա հենց հետո ոչ տաքսով, ոչ ավտոբուսով, ոտով վազելով պրամուկը գնա տուն։ Օղ, սիրտը սոք։ Հաստատ էներգետիկից է։ Չի կարա էներգետիկից լինի, ինքը լավն է։ Հեսա կխմեմ ու կդեզվեմ։ Համլետ, լավ չես կարող է շտապօգնություն կանչեմ։ Ո՞նց է շտապօգնություն կանչես։ Մորտա վատացել օֆիսում։ Եթե պետք է ես իրան կրկած խարամ տանեմ, մեզ ես լիք էներգա կա։ Կարամ կրկած տանեմ, եթե պետք է կարամ քեզ էլ կրկեմ։ Ուզում ես քեզ կրկեմ։ Արդ քեզ կրկեմ։ Համլետ։ Բժիշկ ջան, ինչա պետք անել շեֆիս կյանքը փրկելու համար։ Պետք է իմ սիրտը հանենք դնենք իր սրտի տեղը։ Չէ, դες ման չանեք։ Չէ, սրտի տրանսպլանտացիայի կարիք առայժմ չկա։ Խնդիրը այս էներգետիկների մեջ է։ Ողջ քաղաքը սրանից են լցրել։ Օրգանիզմը պետք է մաքրել այս ամեն ինչից։ Կարճ ասած, պետք է չօգտագործել այս պրոդուկտը։ Իսկ եթե շարունակի օգտագործել ինչ կլինի։
հասկացանք։ Մեկ էլ մի բան էլ, քանի որ Համլետը շատ օգտագործել է էներգետիկներից, հնարավոր է նրա մոտ չօգտագործելուց կողմնակի ազդեցություններ առաջանան, այնպես որ զգուշ եղեք։ Իսկ նրան պետք է հանգիստ։ Լավ, շնորհակալություն։ Ինչ։ Ինձ կճանապարհեք։ Հա։ Ինձ մոտ չկա։ Էրիկ, կարող ես դու բժշկին ճանապարհես։ Չէ, ես փող Ճանապարհել ես նկատի ունեի դրան տեղը ցույց կտակ, մոռացել եմ։ Հա, այդ դեպքում ես կճանապարհեմ։ Ես էլ կարամ ճանապարհեմ։ Ես կճանապարհեմ։ Իրականում նկատի ունեի ճանապարհեք էլի։ Բայց քանի որ явնի չունեին, տակից դուրս եկան։ Համել այնտեղ Հիպոկրատի երթում էինք տվել։ Նենց լավ է, որ ամեն ինչ տենց դասավորվեց։ Մի տեսակ աչքերս ոնց որ բացվեցին։ Ան, ուրախ եմ, որ ինչ որ ձև օգնել եմ քեզ։ Չես պատկերացնի ինչ թեթևություն եմ զգում, որ ոչ մեկի առաջ էլ պարտավորվածություն չունեմ։ Ես ինչ ուզեմ կանեմ, մի տեսակ ազատ եմ։ Հա, ազատ ես դու։ Բայց այդ ամեն ինչի հետ մեկտեղ հիշում ես, չէ՞ որ դու ընկեր ունես։ Հա, ոնց չեմ հիշում։ Как раз ինքն է զանգում։ Նայ։ Ուր ես անի, գործը բրծել քեզ եմ սպասում։ Ես Էլենի հետ եկել եմ փապ։ Ոնց գնացել ես փապ, ավոր գնում ես փապ, ինչի ինձ մի տեղյակ չես պահում, կարող է ես եմ չեմ թողում։ Հարութ, ես քեզ այսօր ամեն ինչ ասեցի։ Ես չեմ պատրաստում ամեն քայլիս համար հաշվետվություն տամ։ Անի, ինչ ես խոսում, հեսա ես հասնում եմ մտեղ։ Ամեն ինչ նորմալ է, Ան։ Հա, ամեն ինչ շատ լավ է։ Մենակ ինձ թվում է հեսա Հարութը գալու է ամեն ինչ փչացնի, դրա համար առաջարկում եմ գնանք ուրիշ փապ ու շարունակենք տժալ։ Ան, բայց ես մտածում եմ մի քիչ ստեղ կմնանք, հետո կգնանք տներով։ Շատ ուշ չլինի, էլի։ Ինչ ես խոսում։ Հազիվ ինչ որ տեղ ենք դուրս եկել։ Այսօր տժալու օր է։ Ես ի սկզբանե զուտ ուզում էի Անիին ազատեի իր քյարթու նշանածի ճանկերից։ Ուղղակի ինձ ստացվեց, ճանկերից ազատվեց ու թռավ նստեց նշանածի վզին։ Հարցեր, Ավես Համլետ։ մի քիչ թույլ եմ, նենց ամբողջ գիշեր քնել եմ, բայց էներգիայի պակաս եմ զգում։ Հեսա կմտնեմ իմ սենյակ, կդզվեմ ու ամեն ինչ կընկնի իր տեղը։ Երեխեք, սեղանին էներգետիկի արկղ կար, տեսել եք։ Համլետ ջան, հավաքարարը ասաց, ոնց որ դատարկ է այդ արկղը, ինքը գցել է։ Իրա գլուխն է դատարկ, մի աշիկ էներգետիկի արկղը գցել է աղբը, գործից հանելու եմ դրան։ Իրականում մենք հավաքարար չունենք, ուղղակի այնքան է խմել մոռացել է։ Իսկ էներգետիկի արկղը մենք ենք գցել աղբը։ Ոտերիս վրա էլ հար չկա, հազիվ հասած տեղ։ Հերիկ ջան, որ քեզ փող տամ, կգնաս խանութից մի աշիկ էներգետիկ բերես, այդտեղից մի հատ կտամ քեզ։ Չէ, Համլետ ջան, կներեք։ Հորդ այն մարդ եմ, գնա ակումուլյատորը մեր մի հատ ինձ խմեմ։ Նարինե, դու իջի խանութ ինձ էներգետիկ վեր, աշխատավարձդ կվարձացնեմ։ Առաջարկը շատ լավն էր, Համլետ ջան, բայց չէ։ Երվան,
Դու ուզում ես չէ փող տնօրեն դառնաս։ Էդ իմ երազանքն է, շեֆ ջան։ Դե գնա ինձ էներգետիկ բեր։ Չեմ կարա, շեֆ ջան, կներես։ Ես հասկացա ստեղ ինչա կատարվում։ Ես հելել եք իմ դեմ, պետք չի ինձ ձեր օգնությունը։ Ես ինքս կգնամ խանութ։ Արեք ես ինչ ես անում, հելել ես դեմս, թող ես պետք է գնամ խանութ։ Ես ինչ եք անում ես հելել եք դեմս, ես պետք է գնամ խանութ։ Կսպանեմ սաղին, չէ սպանի, էներգետիկ չեմ ուզում, կատակ իրանում, երեխեք Խնդրում եմ բացեք, խնդրում եմ, շատ բան չեմ ուզում, ուղղակի մի քիչ էներգետիկ տվեք, լուրջ եմ ասում։ Ես ինչ է եղել։ Ոչ մի քիչ ոչ մի բան չեմ անում։ Համլետը էներգետիկա ուզում չենք տալիս, ներվայնացել է։ Արեք ջան, Էլեն ջան։ Էլեն ջան, մի րոպե գաս, հետդ խոսալու բան կա։ Դու вообще տեղյակ ես Անին ուրա, զանգում եմ չի վերցում։ Չէ, մենք երեք իրար հետ մի քանի փաբ ենք գնացել, հետո ես իրան տաքսիով տուն եմ ճանապարհել։ Ոստ է մի քանի փաբ։ Հենց ինչ ես սարքել Անին։ Ես ոչ մի բան չեմ արել։ Այդ քո պահվածքի պատճառով է որ Անին այսօր սենց է դարձել։ Մի փոքր հնարավորություն է ստացել ու էլ սահմաններ չի ճանաչում։ Դու ես այդ հնարավորությունը իրան տվել։ Բա ես եմ տվել այդ հնարավորությունը։ Բարեկյանքս։ Պրիվետ է։ Ես ուր է Իրանի։ Տանն էի։ Քնած էի մնացել։ Ու հեռախոսս էլ անջատվել էր։ Բայց ինչ ես հակել։ Հակել եմ այն, ինչ որ ուզում եմ։ Ան, բայց ինձ թվում է քո հին ոճը քեզ ավելի էր սազում։ Սենց ոնց որ դու չլինես։ Իսկ ինձ իմ հին ոճը դուր չէր գալիս։ Հիմա կներեք ես գնամ աշխատել։ Բացեք էլը, եթե չբացիկ սաղիտ դոշերը հատամներով ճղելու եմ, մեջից սիրտը հանեմ վրեն էներգետիկ լստեմ ու կուլ տամ։ Լավ, բացեք եմ անի, բան չեմ անի, բացեք էլ երեխեք ջան, դες շատ եմ սիրում բացեք։ Համլետը էներգետիկներից կախվածություն ունի, փակել ենք ժողովի սենյակում։ Խնդրում եմ բացեք, խնդրում եմ, շատ բան չեմ ուզում ուղղակի Քեզ ինչ է եղել, ոնց որ դու չլինես։ Վայ, ինչ լավ է բոլորդ գիտեք ես ով եմ ու ոնց պետք է հավատալ։ Մենակ ես երևի չգիտեմ։ Արեք ջան, Էլեն ջան։ Երևան։ Էդ ինչ ես անում։ Ոչ մի բան։ Ուղղակի ասեցի գնամ Համլետի հետ առանձին խոսեմ։ Համլետ։ Համլետ։ Օմակաշի սոմիլատի, հոտի բաղլե կոկորոմի, ուկի շամի շամաշոկի։ Շեֆ ջան, հիշում ես, որ այսօր ասեցիր, եթե քեզ էներգետիկ բերեմ, ինձ փող տնօրեն կդարձնես։ Այդ գործարքը ուժի մեջ, հա։ Էներգետիկ ունես։ Կդառնամ, չէ՞ փող տնօրեն, շեֆ ջան։ Կդառնաս։ Ամեն մի քիչ։ Ես ինչ արի արա կսպանեմ քեզ։ Անքեզ։ Ինչ եք անում, Համլետ։ Համլետ, դու գրես չեք։
Բարև, Սիրուն ջան։ Բարև ձեզ։ Ինձ էլ սիգարետ կտաս։ Էլ չունեմ։ Ես դու մենակ ես։ Չէ, ես ընկեր ունեմ։ Ընկերում ես, բայց սենց ես հագնվում։ Են ասա ընկերդ լոխ ա էլի։ Հետո մասի լող։ Հարուտ, ինչ լավ է եկար, արդեն վախեցել էի։ Կարևորը ճիշտ ժամանակին եկա։ Կներես ինձ։ Այս ամեն ինչի իմ էգոյս պահվածքի պատճառով եղավ։ Դու էլ ինձ կներես կյանքս։ Ես քեզ շատ եմ սահմանափակում։ Ողջի պոնչս, կարաս Instagram-ի էջը բաց թողես, բայց որ հելում ես ֆրֆռալու, ինձ տեղյակ բայ, էլի։ Լավ։ Մեկ էլ ես շորերի հետ կապված։ Հարուտ։ Լավ։ Անի ջան, Հարութի հետ ամեն ինչ լավ է։ Հա, լավ է։ Շատ ուրախ եմ։ Էրջան, առողջականը լավ է։ Աղջիկներ ջան, գործը ոնց է առաջ գնում է։ Կեցեք։ Ոնց են ամենալավ վաճառողները։ Արդեն մի շաբաթա չեմ օգտագործում էներգետիկ։ Օրգանիզմս լրիվ մաքրվել է։ Արունս։ Ես մեդալոնչիկն էլ դրա համար են ինձ տվել։ Բայց ես չէի կարող այս կախվածությունը հաղթարեի, եթե չլինեին ինդիկա բատոնչիկները։ Ես ուտում եմ ու ներվերս ահավոր հանգստանում է։ Ուրախ եմ բան, գնում եմ տուն, կինո եմ նայում, հարևանների հետ եմ շփվում, ինչ կա ոնց եք, ախորժակա բացում, լրիվ անվտանգ բան է։ Ես ինձ սենց երջանիկ եմ զգում։